Հետախուզական գործերը լինում են 3 մակարդակի՝ տեղական, միջպետական եւ միջազգային։ Տեղականի դեպքում բառն էլ հուշում է, որ գործ ունենք Հայաստանում իրականացված հետախուզական միջոցառումների հետ։ Միջպետական ասվածը վերաբերում է ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում իրականացված աշխատանքներին։ Այստեղ գործում են ոչ միայն ավանդական կապերը, այլև ստեղծված են միջպետական հանձնաժողովներ, գործում է նախարարների խորհուրդը, պարբերաբար անցկացվում են համատեղ միջոցառումներ, օրինակ՝ Նելեգալը։ Գրեթե նույն կերպ է հարցը լուծվում միջազգային հետախուզման պարագայում ու չկա անլուծելի խնդիր։ Այստեղ մեծապես նպաստում է Հայաստանի ոստիկանության անդամակցությունը Ինտերպոլին, բայց դիտարկենք նաև հարցի հոգեբանական կողմը։ Դատարանի վճռով ազատազրկված անձը մեկուսացվում է հասարակությունից, զրկվում որոշ իրավունքներից, այդ թվում ընտրելու եւ ընտրվելու, ազատ տեղաշարժման եւ այլն։ Պատժաժամկետը մարելուց հետո սակայն վերականգնվում են նրա բոլոր իրավունքները։ Պատկերը շատ ավելի մռայլ է հետախուզման մեջ գտնվողի դեպքում։ Մարդն ինքն է իրեն զրկում բոլոր իրավունքներից, ապրում անվերջ կաշկանդված եւ նույնիսկ զրկում իրեն հույսից, որ մի օր պատիժը կրելուց հետո կվերագտնի իր իրավունքները։ Ինքնամեկուսացմանը հետևում են ֆոբիաները, վախերը, վախ ամեն մի համազգեստից, վախ ամեն մի մեքենայի արգելափակումից, վախ հեռախոսի ու դռան զանգերից, վախ սեփական շողքից։ Ավելին, եթե դատապարտյալը երբեմն իրավունք է ստանում տեսակցել սիրելիների ու մտերիմների հետ, հետախուզման մեջ գտնվողն իրեն զրկում է այդ իրավունքից էլ։ Ի վերջո պատկերը լրիվ է մռայլվում, երբ գալիս է հատուցման ժամը։ Հետո զղջումն է ոչ միայն հանցանքի, այլև պատժից խուսափելու դատարկ օրերի, ինքնամեկուսացման ու վախերի համար։ Բացի այդ, հետախուզվողը ինքնին արդեն հասարակությունից դուրս մղված անձ է, ընդ որում մարդը ինքն է հենց իրեն դուրս մղողը։ Նա ոչ միայն զրկված է ամեն ինչից, այլև տեղով վտանգ է հասարակության համար, թեկուզ հենց այն պատճառով, որ ստիպված է անվերջ խուսափել օրինական ճանապարհներից, իսկ նեղ ու մութ նրբանցքները միշտ էլ տանում են նոր օրինազանցության եւ ի վերջո հասցնում փակուղի։ Հետախուզվողը չի կարող որևէ օրինական ձեռնարկ իրականացնել, ասենք սեփական բիզնես դնել կամ զբաղվել արհեստով, ուսանել որևէ համալսարանում կամ ուժերը փորձել սպորտում, զբաղվել քաղաքականությամբ կամ զրուցել քաղաքականությունից, բակի տաղավարում նարդի ու բլոթ խաղալիս, ել չասենք սիրահարվելու, ամուսնանալու եւ երեխաներ ունենալու ամենաբնական պահանջ իրավունքների մասին։ Սրանից վատ բանտարկություն դժվար է անգամ պատկերացնել, բայց միևնույն է, մարդիկ դիմում են ճակատագրական քայլի խուսափելով քննությունից։ Ներկայացնենք 3 ճակատագիր, որ տրամաբանական ավարտի են հասցրել ոստիկանները վերջին 2 ամսվա ընթացքում։ Մերձավան գյուղի բնակիչ 1990 թվականին ծնված Կարեն Խնուսյանը վաղուց հետախուզվում էր քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի մեղադրանքով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը։ Այնպես էր խուսափել, որ հասել էր Հունաստան։ Հետախուզվողի ճակատագիրը սակայն նրան հանգիստ չէր տվել ու նա բռնել էր զարտուղի ճանապարհ, հայտնվել փակուղում։ Հունաստանի Սալոնի քաղաքի վերաքննիչ դատարանը 2015 թվականին նրան դատապարտել էր 57.5 տարվա ազատազրկման ու նշանակել տուգանք մարդուն առևանգելու, սպանության, ապօրինի զենք կրելու եւ կողոպուտ կատարելու համար։ Պատիժը կրել էր Դոմոկոս քաղաքի քրեակատարողական հիմնարկում։ 2016 թվականին նրան 6 օրով արձակուրդ էր տրամադրվել, բայց Խնուսյանն այլևս չէր վերադարձել ու նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել նաեւ Ինտերպոլի կողմից։ Եվ ահա այս տարվա մարտի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նրան հայտնաբերում են Երևանի Ծառավ աղբյուրի փողոցում եւ բերման ենթարկում։ Իդեպ ասենք, որ կաշկանդումներից, վախերից ու փակուղի հասցնող զարտուղի ճանապարհներից չի փրկում նաև հանրապետությունից հեռանալը։ Այս ինքնակամ աքսորի ընթացքում էլ նույն վախերն են, նույն իրավազուրկ վիճակը, որովհետև աշխարհում գրեթե չկա մի երկիր, որի իրավապահների հետ Ինտերպոլի կամ երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի միջոցով համագործակցելու հնարավորություն չունենա Հայաստանի ոստիկանությունը։ Ինտերպոլը հնարավոր է դարձնում համագործակցությունը նաև այնպիսի երկրների իրավապահների միջև, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Նույնիսկ Թուրքիայի իրավապահների հետ արդյունավետ համագործակցության բազմաթիվ օրինակներ կան, բայց վերադառնանք մեր թեմային եւ ներկայացնենք երկրորդ ճակատագիրն ու երկրորդ անխուսափելի հանգուցալուծումը։ Հատկապես ծանր հանցագործություններից հետո աչքի առաջ ունենալով համապատասխան պատժի ծանրությունը շատերն են փորձում խուսափել քննությունից, բայց քչերին է հաջողվում։ Քչերն էլ ի վերջո հայտնաբերվում եւ ներկայացվում են քննության։ Այդ քչերից մեկն էլ օրերս հայտնաբերվեց ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների համատեղ գործողությունների շնորհիվ։ 2016 թվականի հուլիսի 3-ին կատարված սպանությանն անդրադարձել ենք ժամանակին։ Վերհիշենք դեպքը։ Վանաձոր բժշկական կենտրոնից հաղորդումը ստացվել էր ժամը
12:20-ին։ Հիվանդանոց էր բերվել տղամարդու դիակ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով եւ ձախ թևի քերծվածքներով։ Ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնի քրեական հետախույզներն անմիջապես մեկնել էին հիվանդանոց ու պարզել, որ Արմեն Մնացականյանի դիակը Վանաձորին հարակից Հանդամասում գտնվող քլորատան մոտից բժշկական կենտրոն է տեղափոխել 55-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը Lexus Magnish-ի ավտոմեքենայով։ Շարունակելով միջոցառումները քրեական հետախույզները պարզել էին ցաներ հանցագործությամբ ավարտված անհեթեթ ու անիմաստ պատմության մանրամասները։ Վեճը ծագել էր Վանաձորի Թումանյան փողոցում գործող ծաղկի սրահի փաստացի սեփականատեր Վանաձորի 30-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Արմեն Ոփյանի եւ իր շրջապատում Կաֆոյի Ռոբո անունով հայտնի Ռոբերտ Մարտիրոսյանի միջև։ Պատճառն ավելի քան չնչին էր, հետևանքը ավելի քան անհամարժեք։ Ծաղկի սրահում 5000 դրամանոցը երրորդ անձի միջոցով մարելուց հետո կողմերից մեկը պնդել էր, թե վերադարձվել է 4 հատ հազարանոց, մյուսը թե նման թյուրիմացություն պարզապես հնարավոր չէ։ Ֆինանսական խնդիրը դարձել էր ինքնասիրության հարց, զիջել է պատվազրկություն։ Ընդլայնված կազմով պարզաբանումները շարունակվել են Վանաձորի Մայմեխի խճուղուն հարակից Հանդամասում։ Այստեղ Արմեն Ոփյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանն առանձնացել են, շարունակել նույն վեճը։ Համաձայնության չգալով Ոփյանը իր մոտ եղած ապօրինի հրազենով մի քանի անգամ կրակել է Մարտիրոսյանի ուղղությամբ, բայց վրիպել։ Ապա նույն զենքով կրակել է Մարտիրոսյանի հետ եկած երկու ընկերներից մեկի 55-ամյա Արմեն Մնացականյանի ուղղությամբ, հրազենային մարմնական վնասվածք պատճառել նրան ու Մնացականյանը տեղում մահացել է։ Ընկալելով կատարվածը եւ կանխատեսելով բացահայտումն ու պատիժը, Արմեն Ոփյանը դիմել է փախուստի։ 2016 թվականի հուլիսի 3-ին հարուցվել էր քրեական գործ, Արմեն Ոփյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը կալանավորում։ Եվ ահա մարտի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի Տարոնի եւ Գուգարքի բաժինների ձեռնարկած օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ Վանաձորի Տարոն 3 թաղամասում հանգուցյալ մի քաղաքացու բնակարանում, որտեղ ինքն իրեն բանտարկել էր Արմեն Ոփյանը, նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ 2016 թվականի օգոստոսի 4-ին աշտարակ բժշկական կենտրոն տեղափոխվեցին 4 տղամարդ, բոլորն էլ դանակահարված։ Ոստիկանության աշտարակի բաժնում հնչած հիվանդանոցային ահազանգի հետքերով մեկնեցին մի քանի օպերատիվ խմբեր։ Վիրավորները նույն տեղից չէին բերվել հիվանդանոց, երկուսը աշտարակի Սիսակյան փողոցից, որտեղ էլ հայտնաբերվեց այս Տոյոտան։ Ոստիկանները պարզեցին, որ Տոյոտան ընթացել է Սիսակյան փողոցով, երբ ճանապարհը կտրել են մի քանի ավտոմեքենա։ Փողոցում անցորդների եւ բնակիչների աչքի առաջ սկսված վեճն ավարտվել էր Տոյոտայի վարորդի եւ ուղևորի դանակահարությամբ։ Պարզվեցին նաեւ վիրավորների հետ վեճի բռնված անձանց ինքնությունն ու բնակության վայրերը։ Տեսագրությունում երևում է Սիսակյան փողոցով վերև ընթացող Տոյոտան, որի հետևից գնում են Porsche Cayenne-ն ու 2 BMW X5-երը, որոնք նախնական տվյալներով վարել են Օշական գյուղի բնակիչներ Ալբերտ Մելիքյանն ու նրա հորեղբոր որդին 27-ամյա Գևորգ Մելիքյանը։ Մի քանի րոպե անց վերջին 3 մեքենաները նույն ճանապարհով վերադառնում են, ընդ որում մեծ արագությամբ։ Վարորդները մեքենան վարել են աշտարակի Նարեկացու փողոցի ուղղությամբ։ Փողոցի 51 կոտորակ 1 հասցեի դիմաց կանգնել են, իջել մեքենաներից ու դեռ չպարզված հանգամանքներում դարձյալ անցորդների եւ բնակիչների ներկայությամբ վիճաբանել 2 այլ բնակչի հետ։ Այս դեպքում վեճը եւս ավարտվել է դանակահարությամբ։ Տուժողները հենց դեպքի վայրից մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դանակարված 4 տղամարդիկ մտերիմներ են։ Հետախուզական, քննչական ու փորձաքրեագիտական համատեղ միջոցառումներով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Սիսակյան փողոցում Տոյոտայի վարորդին դանակահարել է Ալբերտ Մելիքյանը։ Նախնական տվյալներով մյուս 3 տղամարդիկ եւս վնասվածքը ստացել են նույն դանակից։ 2016-ի հոկտեմբերի 28-ին Օշականի բնակիչ 27-ամյա Ալբերտ Մելիքյանին մեղադրանք առաջադրվեց ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Մելիքյանն էլ սակայն ընտրեց ինքնամեկուսացման ուղին եւ հոկտեմբերի 29-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Նրան հայտնաբերելու նպատակով ձեռնարկվեցին ամենօրյա լայնածավալ հետախուզական միջոցառումներ համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ։ Այս տարվա հունվարի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները Օշական գյուղի Հովանիսյան 19 հասցեում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին հերթական հետախուզվողին Ալբերտ Մելիքյանին։ Ներկայացրինք 3 հետախուզվողի հայտնաբերում, 3 ճակատագիր ու 3 անխուսափելի հանգուցալուծում, որ առանձնացրել էինք վերջին 2 ամսվա քրեական քրոնիկոնից։ Ասել է թե ներկայացրինք 3 դրվագ, թե ինչպես են ոստիկանները կյանքի կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, որը նաև անհրաժեշտ քայլ է հանցագործությունների կանխարգելման գործում։